Գալեյան Նիկոլ Փաշինյանը չի հանգստանում, շարունակում է արշավը եկեղեցու և վեհափառի դեմ, ընդհանրապես Փաշինյանը ինչ է կարծում, իրավունք ունի միջամտելու եկեղեցու գործերին և արդյոք նա այն անձն է, որը կարող է խոսել բարոյական նորմերի մասին։ Եթե չեմ սխալվում, հունիսի 2-ից թե մայիսի 30-ից այս արշավը սկսվեց, դա այն օրն էր, երբ վեհափառը ելույթ էր ունենում բարձր հարթակներում Արցախի ձայն բարձրացնելով Արցախի մասին, իհարկե ազնվությունից, պղծությունից խոսելու իրավունք Փաշինյանը չունի, այն անձը, որ հազարավոր եկեղեցիներ թողել է, հանձնել է Ադրբեջանին, այն մարդը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ ասելով եկավ իշխանության եւ տարավ ու կոտորեց մի ամբողջ ոսկե սերունդ եւ հետո Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, բնականաբար նա իրավունք չունի ազնվությունից խոսելու եւ ըստ մեր սահմանագրագետների լսել ենք, որ իշխանությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու հարցերին եւ այն մարդը, որ սպանել է հազարավոր լույս կյանքեր, իրավունք չունի թեկուզ զավակ ունեցող վեհափառի մասին խոսելու։ Տեսեք, նա հիմա էլ ասում է, որ պետք է վեհարանն է ուզում գրավել, ուզում է վեհափառին փոխել, իսկ Նիկոլ Փաշինյանին ով է փոխելու այսքան աղետ մեր գլխին բերելուց հետո, ով է փոխելու Նիկոլ Փաշինյանին։ Այո, Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը կոչ էր անում շրջափակել սահմանադրական դատարանը, հիմա էլ արդեն վեհարանը խումբ է ձևավորում, չգիտեմ, ստահակների, որպեսզի գրոհեն վեհարանը ըստ տարբեր աղբյուրների, անգամ կան պաշտոնյաներ, որոնք հրաժարվել են այդ գործընթացին մասնակցելու, իհարկե աստվածապաշտ մարդը իրավունք ունի նման կոչեր արտահայտելու, կոչերով դիմելու ժողովրդին, իհարկե ոչ, եւ այս վիճակի բուն մեղավորը մենք ինքներս ենք, մենք ժողովուրդը, որը դեռևս հանդուրժում է նման ղեկավարին, որը ինչ ուզում է, ոնց ուզում է, վարվում է իր ժողովրդի հանդեպ, համարելով, որ ժողովրդի իր սեփականությունն է, Հայաստանը իր սեփականությունն է, իսկ Արցախը սեփականությունն էր, բայց վաճառեց Ադրբեջանին։ Իհարկե, այս ամենի մեղավորությունը մենք ենք եւ երևի կասեմ որոշ չափով ընդդիմությանն էլ կասեմ, որ երևի թույլ են, ամեն դեպքում թույլ են։ Տիկին Գալեյան, այսօր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ ասել է, որ դժոխքային իրավիճակից է հանել Հայաստանը եւ այլևս կա հնարավորություն հարյուրամյակներ շարունակ պահպանել մեր հանրապետության գոյությունը եւ իհարկե կան սպառնալիքներ, բայց ասում է, որ այդ սպառնալիքները նոր չեն, այսինքն բոլոր հին սպառնալիքներն են մնացել, սակայն մեր պետությունը նա հանել է դժոխքային իրավիճակից։ Դուք ինչ կասեք։ Ես հենց մինչև ձեր գալը ես հենց դա էի կարդում, այդ դժոխքային իրավիճակի ներկայիս դժոխքային իրավիճակի միակ մեղավորը ինքն է եւ իր իշխանությունը, որը մեր ժողովրդին իրոք գցել է դժոխքի մեջ։ Մինչ իր գալը մենք ունեցել ենք երկու հայկական պետություններ, սահմաններ, ընդգծված սահմաններ, որտեղ հայ քաղաքացին չի վախեցել աջ կամ ձախ գնալուց, իսկ այժմ գյուղացին շեղվում է իր ճանապարհից ու անմիջապես հայտնվում Ադրբեջանի տարածքում, որը իհարկե իր շնորհիվ է գծվել այդ սահմանը, որ ամեն ճանապարհին դեպի սահմանամերձ գոտիներ գնացող ամենուրեք ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Եվ այո, դժոխքը հենց հիմա է, 18 թվականից ի վեր Հայաստանը գտնվում է դժոխքային իրավիճակում եւ այդ դժոխքային իրավիճակից դուրս գալու միակ
քայլը այն է լինելու, որ պետք է հեռացնենք այս իշխանությանը։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։